Ողջույն բոլորին, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ եւ աջակցում են մեր YouTube-յան ալիքին։ Այսօր ունենալու եմ հյուր, ում հետ քննարկելու ենք մի շատ հետաքրքիր մասնագիտություն։ Մասնագիտությունը ինձ համար եւս նորություն էր եւ տեսնելով կարեւորությունը այս մասնագիտության, մենք աղջիկներով որոշեցինք, որ պետք է անպայման ունենանք podcast այս թեմայի շուրջ։ Ինձ հետ քննարկելու է այս թեման մասնագիտությունը Լիաննան, ով դուլա է, այսինքն մասնագետ, ով օգնում է հղի կնոջը անցնել այս process-ով, հղիության ընթացքը ավելի գրագետ, թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Ասեմ, որ առաջին անգամ դուլա բառը ես լսել եմ կզարմանաք Հայաստանում 2022 թվականին։ Դու ունես աշխարհի բոլոր փողերը, հարստությունները, շրջագայել ես տարբեր երկրներում, ապահով ապրում ես եւ ի վերջո ինչով կուզեիր զբաղվել։ Ես արդեն ասեցի, որ դուլա բառը իրենց ներկայացնում է հունարեն թարգմանությամբ օգնող, ծառայող կին։ Մեր ներկայությունը այն կանանց մոտ, ովքեր միայնակ մայրեր են, չունեն աջակցություն զուգընկերոջ կամ ամուսնու, դուլան որոշ չափով կարող է լրացնել նաև այս բացը։ Ողջույն Լիաննա ջան, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ողջույն Լուսինե ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ուրախ եմ, որ ունեմ հնարավորություն խոսելու ինձ հոգեհարազատ թեմայի շուրջ։ Մենք էլ ենք շատ շնորհակալ Լիաննա ջան, իսկապես մեզ համար նորություն էր այս մասնագիտությունը եւ այսպես շատ հաճելի էր, որ ունեցանք այնպիսի մասնագետի, ով լիցենզավորված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ արդեն կարող է մեզ հետ կիսել իր գիտելիքներով, փորձով եւ նշենք այն փաստը, որ մենք նաեւ հաղորդման վերջում խոսելու ենք նաեւ մեր անձնական փորձի մասին, խոսելու ենք թե ինչպես է նաեւ մեր հղիության ընթացքը անցել։ Սիրով Այո, առաջին հարցը քննարկման թեման բացելու համար կարող ենք սկսել ինչ է իրենց ներկայացնում դուլան, ինչ մասնագիտություն է, մի փոքր ներկայացնես։ Այո, սիրով, նախ ուզում եմ մի փոքր նախաբան որպես ասել, թե ինչպես ընտրեցի այս մասնագիտությունը, ինչպես եկա դրան, որովհետև ինքը շատ տարածում չունի, շատ շատերը չգիտեն ինչ է իրենց ներկայացնում։ Մի փոքր ասեմ իմ պատմությունը, երբ մենք տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ, ես, ինչպես շատ շատերը, ես նույնպես հասկացա, որ պետք է սկսել ամեն ինչ նորից, զրոյից, պետք է ձեռք բերել նոր մասնագիտություն, եւ այդպես երկար փնտրտուքների եւ մտորումների մեջ էի գտնվում ու անverջ ինձ հարց էի տալիս, որն է ի վերջո իմ առաքելությունն այս կյանքում։ Եվ այս հարցի պատասխանը եկավ շատ հետաքրքիր մի տեսանյութի տեսքով, որտեղ հոգեբանն ասում էր պատկերացրու, որ դու ունես աշխարհի բոլոր փողերը, հարստությունները, շրջագայել ես տարբեր երկրներում, ապահով ապրում ես եւ ի վերջո ինչով կուզեիր զբաղվել, լցնել քո օրը եւ այն աշխատանքը, որ քեզ կոգեշնչի ու քեզ մեծ հաճույք կպատճառի, այո։ Ես նման հարցադրում երբեք բնականաբար չէի արել։ Եվ սկսեցի լուրջ խորհել այդ ամենի շուրջ ու հասկացա, որ ես ուզում եմ օգնել եւ օգտակար լինեմ մարդկանց, պիտանի լինել։ Այստեղից սկսվեց նաեւ իմ ինքնաճանաչման սկիզբը դրվեց։ Ես փորձեցի հասկանալ ով եմ, որտեղից եմ գալիս եւ ուր եմ գնում։ Այս ամենը բերեց նրան, երբ ես անցա աշխատանքի մի շատ հետաքրքիր ընտանիքում, իմ պարտականություններ խնամել նորածին երեխայի, այստեղից էլ սկսվեց այդ գաղափարը։ Ես հասկացա, որ ոչ միայն ես ուզում եմ, այլ նաև ես կարող եմ օգնել մայրիկներին, բալիկներին եւ այս բնագավառը ինձ շատ հոգեհարազատ դարձավ։ Եվ այստեղից էլ ծնվեց դուլայի գաղափարը։ Հիմա ասեմ, թե ինչ է իրենց ներկայացնում դուլան, հա, ինձ առաջին հարցը հենց դա է հետաքրքրել, թե ինչ բառ է դուլա, նշանակությունը եւ պարզվեց, որ դուլան հունարեն բառ է, որը թարգմանությամբ նշանակում է ծառայող կին, օգնող կին, որը որ օգնում է, աջակցում է, տալիս է իր աջակցությունը, այո, հղիության ընթացքում տրամադրում է եւ ոչ միայն հղիության ծննդաբերության ժամանակ եւ նաեւ հետծննդյան շրջանում տրամադրում է հուզական, տեղեկատվական եւ ֆիզիկական աջակցություն։
Հղի կնոջը տալիս է այդ այո, աջակցությունը։ եթե կուզեք մի փոքր մանրամասնեմ այս աջակցություններն իրենցից ինչ են ներկայացնում։ Ճիշտ ասած ինձ համար էլ է նոր։ Այո, դրա համար կուզենայի, որ ավելի մանրամասն իմանանք ինչի մաս եւ միգուցե լինեն մարդիկ, ովքեր որ մասնագիտություն են ուզում ընտրել եւ իրենց համար էլ սա լինի նաեւ ճանաչման, այսինքն մասնագիտություն ճանաչմանի նորություն եւ նրանք էլ կարողանան հետագայում ուսումնասիրել այս մասնագիտությունը։ Այո։ Ֆիզիկական աջակցությունը իրենց ներկայացնում է մեր օգնությունը, մենք փորձում ենք օգնել կատարել ճիշտ շնչառական տեխնիկաներ, ինչը թույլատնում է, մեղմացնում է ցավը, ցույց ենք տալիս մեծ գնդակների վրա, ֆիթբոլի վրա վարժություններ, կատարում ենք մարմնի տարբեր հատվածներում մերսումներ, մեջքի, գոտկատեղի, ուսերի, ոտքերի շրջանում, որը նույնպես թեթևացնում է լարվածությունը եւ հանում է այդ մկանների լարվածությունը եւ թեթևացնում է, մեղմացնում է նաեւ ցավը։ Փորձում ենք ծանոթացնել տարբեր ծննդաբերական դիրքերի, այս ամբողջ գործընթացը հնարավորություն է տալիս, որ ավելի խթանում է երեխայի տեղաշարժը, ավելի ծննդաբերական ուղիներով ավելի հեշտ ու ազատ տեղաշարժվի երեխան եւ ծննդաբերության առաջընթաց տեղի ունենա։ Մյուս առաքելությունը դա տեղեկատվական առաքելությունն է, որն իրենց ներկայացնում է կրթել, ինֆորմացնել մայրիկին ծննդաբերության ընթացքի հնարավոր տարբերակների, բնական մեթոդների վերաբերյալ, օգնում ենք հասկանալ բժշկական անձնակազմի բացատրություններն ու առաջարկները, տրամադրում ենք տեղեկություն, թե ինչպես է ընթանում հղիությունը տարբեր փուլերում եւ ինչպես է մարմինն աշխատում ծննդաբերության ընթացքում։ Կազմում ենք ծննդաբերական պլան, օգնում ենք կազմել ծննդաբերական պլան, այս ամենը հնարավորություն է տալիս, որ կինը ոչ թե դիտորդի դերում գտնվի, այլ իր անմիջական մասնակցությունն ունենա, օգնում ենք հասկանալ նաև բժշկական միջամտությունները, ինչպիսիք են կեսարյան հատումը, արհեստական խթանումները, էպիդուրալը, որը որ հիմա շատ տարածված է։ Այս ամենը հնարավորություն է տալիս կնոջը ավելի վստահ եւ պատրաստված գնա դեպի իր կյանքի կարևորագույն հանդիպմանը։ Այդ պլանը կազմում եք հենց հղի կնոջ հետ։ Այո, համատեղ միասին, որոնք են նրա պահանջները, ցանկությունները, ամենը ներառում են ընդհանուր միջև մթնոլորտի ձևավորումը, հա, լուսային, անգամ կանայք կան, որ ցանկանում են լուսային ինչ որ միջավայր, երաժշտություն նույնիսկ, որը որ դա օգնում է նրանց, նպաստում է հաշվի եք առնում նաև նրանց նախաձեռնությունները, եթերային յուղեր ենք ներառում ընթացքում։ Այսինքն մեդիտացիաներ էլ եք անում, թե մեդիտացիաներ կարող ենք անել, եթե հղիկինը ցանկանում է, բայց եթերային յուղեր ենք օգտագործում, որը որ նույնպես նպաստում է ընդհանուր մթնոլորտի միջավայրին, որտեղ շատ կարևոր է, որ կինը իրենց կա հանգիստ, լարվածություն չունենա, վերանա ստրեսը։ Շատ շնորհակալություն բացատրության համար, Լիաննա ջան։ Իսկ շատ լավ, ներողություն եմ խնդրում, ուղղակի ուզում եի նաև հուզական աջակցությունից խոսել, որը որ ինձ համար դա ամենանշանակալիցն է թերևս էլի շատ կարևոր է, բաց չթողնենք այս պահը։ Հուզական աջակցությունը իրենց ներկայացնում է, որ դուլան օգնում է հաղթահարել հղիության եւ ծննդաբերության ընթացքում առաջացած վախերը, տագնապները, լարվածությունը, կասկածները, անորոշությունը, այդ ամենը մենք փորձում ենք հաղթահարել եւ նաև հուզական աջակցությունն է շատ կարևոր, որպեսզի կինը իրեն զգա աջակցված, սիրված, գնահատված, վստահի իր ուժերին, հավատա, լսի իր մարմնին եւ շատ կարևոր է, որ նա այդ ամենը զգա ու մենք ունենանք առաջընթաց, այո, աջակցված լինի, որտեղ մենք հուզական հենարան ենք հանդիսանում, փորձում ենք ամեն կերպ ապահովել սիրո ու ջերմության մթնոլորտը եւ ապրումակցել ու հասկանալ կնոջ ցավը։ Այո, ես հենց լսեցի ու մի փոքր բացատրություն ստացա այս մասնագիտության հետ կապված, ինձ գրավեց առաջին հայացքից, որովհետև իրականում հատկապես օտար երկրում երբ լինում ես եւ փորձում ես միայնակ հաղթահարել այդ ընթացքը, մեծ մասամբ ամուսինի աշխատանքի եւ այլը, փորձում ես այդ ամբողջ ծանրաբեռնվածությունը ճիշտ լինում է քո վրա, դրա համար հասկացա թե ինչքան կարեւոր է, որ ու
կցանկանա ինքս էլ ունենալ մեկին, ով սառը կդատի, կկարողանա քո կողքին լինել, կտա ճիշտ տեղեկատվություն այդ ընթացքի մասին, որովհետև հենց սխալ ինֆորմացիաներն են ստրեսի պատճառը։ Այո։ Դրա համար ողջունում եմ այս մասնագիտությունը եւ իսկապես ինձ շատ է գրավել, աստվածային աշխատանք է ինձ թվում, աստվածային գործ, այսպես ասած, որովհետեւ շատ բարդ է ընթանում որոշ հղիություններ, ոչ բոլորն են, որ կարողանում են հարթ եւ շատ հանգիստ ընթացք ունենալ, հետեւաբար շատ լավ կլինի, որ այսպիսի մասնագետ լինի հղի կնոջ կողքին։ Այո։ Եվ ինչ միֆեր կան այս թեմաների հետ կապված, մասնագիտության հետ կապված։ Միֆերը շատ են, ասեմ, նախ ամենատարածված միֆերից մեկը, որ բժիշկին եւ դուլային շփոթում են մանկաբարձին կամ նույնականացնում են։ Մյուս հարցս դա է ուզում տալ։ Հա, ուզում եք եկեք խոսենք դրանից ու անցնենք միֆերին, հա։ Ես էլ էի ուզում նշեի, որ շատ կարեւոր է, որ մենք չնույնականացնենք, որովհետեւ բժշկի մանկաբարձի հետ, այո, դուլան երբեք չի փոխարինում բժշկին կամ մանկաբարձին, նախ մենք չունենք բժշկական մասնագիտություն, կրթություն, բժշկական կրթություն չունի դուլան, մենք ստանում ենք տրեյնինգների միջոցով որակավորում, դուլան ախտորոշումներ չի կայացնում, դեղորայքային բուժում չի նշանակում, չի միջամտում ընթացքին, որոշումներ չի կայացնում, մենք պարզապես լրացնում ենք մեկս մյուսին եւ շատ կարեւոր է, որ այդ համագործակցությունը լինի, այսինքն բժիշկը եւ դուլան հարգեն մեկը մյուսի նշանակությունն ու դերը, ինչի շնորհիվ կձևավորվի փոխադարձ առողջ մթնոլորտ եւ դա բխում է մայրիկի ու բալիկի շահերից։ Ասեմ, որ նաև ծանրաբեռնվածության առումով բժիշկները պարզապես ֆիզիկապես հնարավորություն չունեն լինելու մշտապես հղիի կողքին, որովհետև նրանք միաժամանակ ունեն տարբեր հիվանդներ, սպասարկում են, կարող են նաև հերթափոխի մեջ նույնիսկ գտնվել այդ պահին, իսկ մանկաբարձները զբաղված են ավելի շատ կազմակերպչական հարցերով, նախապատրաստական աշխատանքներով, գործիքների ախտահարմամբ, այսինքն նրանք ֆիզիկապես նրանց ծանրաբեռնվածություն թույլ չի տալիս, որ նրանք գտնվեն մշտական ներկայությունը լինի հղիի կողքին։ Եվ այո, միֆերից հենց մեկն էլ դա է, որ պատկերացնում եմ, որ դուլան հենց մանկաբարձն է կամ պարինում է բժշկին եւ ծննդաբերությունը ընդունում։ Ճիշտ այդպես է, բնականաբար մենք դա տենց չի։ Ոչ, դա այդպես չի, մենք իհարկե չենք փոխարինում բժշկին կամ մանկաբարձին, բայց դուլայի դերը անփոխարինելի է կնոջ ինքնագնահատականի բարձրացման դեպքում եւ ինքնազգացողության լավացման դերում շատ մեծ է մեր։ Եվ Լիանա ջան, մի այսպիսի հարց եւս, միայն հղիության ընթացքում է լինում դուլան կողքին, թե հետծննդաբերական process-ի դուլաները լինում են տարբեր հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ եւ նաեւ հետծննդյան դուլաներ են լինում, postpartum դուլա ենք մենք ասում։ Դրանք առանձին մասնագիտություն են, ես վերցրել եմ ծննդաբերության դուլա մասնագիտությունը, բայց հիմա փորձում եմ նաեւ մի քիչ մտնել postpartum դուլայի մեջ, դա էլ հասկանամ ինչ է իրենց ներկայացնում։ Իհարկե մենք այցեր կատարում ենք ծննդաբերությունից հետո անպայման, հասկանալու կնոջ վիճակը եւ դա մտնում է փաթեթի մեջ էլի ընդհանուր։ Միֆերից շարունակեմ խոսել, միֆերից մեկն է, որ դուլան պարտադրում է որոշ հարցեր, բայց դա ասեմ, որ մենք երբեք իրավունք էլ չունենք, մեր իրավասության մեջ չի մտնում որոշումներ կայացնելը կամ պարտադրելը մեր տեսակետը, մենք պարզապես լինում ենք մեր հոգատար ներկայությամբ։ Կամ միֆ է նաև, որ ասում են, եթե կա ամուսինը կամ զուգընկերը, դուլայի կարիք չկա։ Ամենևին ոչ, ասեմ, որ շատ անգամ ամուսիններն են նույնիսկ ունենում դուլայի հուզական աջակցության կարիքը, այո, եւ թեկուզ ֆիզիկապես էլ նա հոգնում է, ուզում է ծխել, ուզում է դուրս գալ սուրճ խմել, սոված է, քունն է տանում, տղամարդիկ այդքան դիմացկուն չեն եւ թեպետ մենք ամեն կերպ փորձում ենք ներգրավել նրանց ներկայությունը, թեկուզ այդ ֆիզիկական վարժությունների ժամանակ, որովհետև կարևոր է, որ օքսիտոցինը, սիրո հորմոնը բարձր լինի,
թեկուզ որոշ վարժություններ այդ հպումը կինը ավելի նախընտրում է, որ լինի ամուսնու կողմից, մենք սովորացնում ենք այդ վարժությունները, մերսումները, որ հատվածներում նրանք աշխատեն, շատ խրախուսում ենք տղամարդկանց ներգրավվածությունը այս հարցում։ Այո, միֆ է նաև, որ միայն առաջնածինների ժամանակ է հարկավոր դուլան, այսինքն անփորձ են ոչ, բնավ ոչ, որովհետև հղիությունները տարբեր են, ընթացքները տարբեր են, տարբեր մարտահրավերներ կարող են առաջանալ երկրորդ, երրորդ հղիությունների ժամանակ, բոլորովին կապ չունի առաջնածին է թե ոչ, էլի, եւ հատկանշական է նաև մեր ներկայությունը այն կանանց մոտ, ովքեր միայնակ մայրեր են, չունեն աջակցություն զուգընկերոջ կամ ամուսնու, դուլան որոշ չափով կարող է լրացնել նաև այս բացը։ Այո։ Միֆերը շատ են, բայց առայժմ այսքանը կուզեմ ներկայացնել։ Շնորհակալություն Լիանա ջան, եւ ես կարծում եմ, որ ընդհանրապես կան կարծիքներ, որոնք հնչում են, երբ կինը հղի է, այդ կարծիքները շատ խոցելի են դարձնում կնոջը, այսինքն մեկնաբանություններ տարբեր մարդկանց կողմից, որոնք որ չունեն ոչ մի տեղեկատվություն, չունեն ոչ մի տեսակի փորձառություն եւ պարզապես արտահայտություններ են արվում, որը որ շատ վնասում է հղի կնոջը։ Դրա համար դուլայի այդ տեղեկատվական մասը իմ համար ոնց որ ասած կարևորներից մեկն էր, որ նշեցիք դուք, եւ ինչ կարող եք նաեւ ասել ձեր փորձից ելնելով, ունեցել եք հղիություն, մենք ճանապարհի մասին խոսում ենք, արկում ենք, ինչպես է եղել, դրա մասին էլ մի փոքր խոսենք։ Սիրո։ Նախ ասեմ, որ ես 4 հղիություն եմ ունեցել, որից 2-ի դեպքում է հնարավորություն եղել գրկելու վայելել այդ բերկրանքը, ցավոք չեմ ուզում ասել, մի խոսքով դա իմ փորձն էր, անհաջող հղիություն եմ ունեցել 2-ը։ Եթե ուզում եք կարող եմ մի փոքր պատմել, որովհետև միգուցե այո, ես ինքս էլ փորձեմ նաև իմ մասով ասել այդ փորձառությունը հղիության։ Միգուցե դա հենց հնարավորություն է, որ մեզ դիտողը որոշ դասեր առնի եւ ես սիրով կկիսվեմ իմ փորձառությունից։ Շնորհակալ եմ։ Ասեմ, որ առաջնեկի դեպքում երբ գիշերը ուշ ժամի 12-ն էր արդեն, ես ունեցա պտղաջրերի արտահոսք, ես կարծես թե չուզեցա տանեցիներին անհանգստություն, նեղություն պատճառելու ժամին եւ որոշեցի, քանի որ ես ցավեր չունեմ, ես կարող եմ մնալ դեռ տանը։ Եվ սկսեցի սենյակի մի ծայրից մյուս ծայրը անհանգիստ քայլել, բայց արդեն առավոտ 8-ին, երբ որ ես ուշասպառ էի, ամուսնուս ասացի գնանք ժամանակն արդեն գնանք հիվանդանոց եւ բժշկուհին շատ բարկացած ինձ դիմավորեց, ասելով, որ գիտես, երբ որ քո պտղաջրերի արտահոսք տեղի ունեցավ, դու պետք է շտապեիր հիվանդանոց ու միգուցե այն ժամանակ, որ դու գայիր գիշերը, քո բալիկը արդեն ծնված լիներ։ Ասեմ, որ դա միանշանակ չէ, բայց նաև կարող եմ ասել, որ որոշ չափով նա չսխալվեց այն առումով, որ ուղիղ 1 տարի հետո, կարծես թե նույն սցենարը կրկնվեց, ես իմ երկրորդ բալիկի ժամանակ նույն ժամին ունեցա պտղաջրերի արտահոսք եւ արդեն փորձս ներում էր, շտապեցի հիվանդանոց եւ լուսադեմ 5-ին իմ բալիկը ծնվեց։ Ովքեր որ մայր են եւ ովքեր որ անցել են ինձպես բնական ծննդաբերության ճանապարհը, գիտեն, որ 4 ժամը ուղղակի հրաշալի հատված է, շատ արագ, հեշտ եւ թեթև ծննդաբերություն ես ունեցա։ Այնպես որ ես խորհուրդ կտամ, այո, ճիշտ է, պտղաջրերի արտահոսքը դա դեռ չի նշանակում, որ սկսել է ծննդաբերությունը։ Մի փոքր նաև ասեմ, որ շատ կարևոր է, որ եթե ունեն դուլա, կապի մեջ լինեն անպայման, եթե չեն ուզում դեռ ցավերը չի սկսվել, գնան հիվանդանոց, բայց շատ կարևոր է, որ դուլան նրանց ուղղորդի, որովհետև կան պտղաջրերի տարբեր գույներ։ Եթե կանաչ գույն է պտղաջրերը, շտապ անհապաղ պետք է գնալ հիվանդանոց։ Եթե մուգ շագանակագույն է, մուգ կարմիր է, նույն կերպ անհապաղ պետք է դիմել բժշկի։ Այդ վարդագույն կարող է լինել, որը որ կարող է մի քիչ ավելի սպասել, բայց չենք խրախուսում էլի եւ կա նաեւ անգույն թափանցիկ, որը որ վտանգ չի ներկայացնում, բայց ամեն դեպքում ցանկալի չի։ Ավելի լավ է գնան բժշկի, բժիշկը նրանց ուղղորդի, թե
որ նա ճիշտ է հետ գնալ տուն, սպասել տանը թե հիվանդանոցում։ Հսկողության տակ լինել։ Այո։ Եվ ուզում եմ ասել, այսինքն ամեն ժամի դուլան պարտավոր է։ Այո, ինչպես մանկաբարձ, գինեկոլոգները, բժիշկները, որ ցանկացած ժամի նրանք պետք է գտնվեն, դուլան նույնպես պարտավոր է։ Այո, զանգի միջոցով, նրանք արդեն իրենց մեջ կկնքեն այդ պայմանագիրը, անհատական է դա, միանշանակ չի, կհամաձայնության կգան, բայց իմ կարծիքն է, որ դուլան ցանկացած ժամանակ հասանելի լինի։ Հիանալի։ Եվ համեմատության համար ասեմ, որ ես երբ առավոտ 8-ին գնացի հիվանդանոց, իմ բալիկը ծնվեց ցերեկը 3:30, այսինքն բժիշկս ասաց. «Հիմա քեզ սպասվում է երկարատև եւ դու արհեստականորեն երկարացրել ես քո ծննդաբերության ընթացքը» եւ նա չսխալվեց, իրոք երկար տևեց։ Երբ որ արդեն ուժերս հատել էր եւ կծկումները շատացել էին, արագացել էին, ես հնարավոր չէր դիմանալ, բժշկին ասում եմ կեսարյան հատում արեք, էպիդուրալ արեք, չգիտեմ, մի կերպ հանեք այս երեխային իմ մեջից, այլևս հնարավոր չէ դիմանալ, նա ասում է ինչ 2 ժամից դու շատ շուտով կծննդաբերես, ընդամենը 2 ժամ ու ես նույնիսկ պատրաստ չեմ 10 րոպե դիմանալ ու ասացի եթե դուք հիմա իմ կողքից գնաք, ես հնարավոր է ուշաթափվեմ, հա։ Այդ ժամանակ ինքը առաջարկեց, որ մենք մի հեռու բարեկամուհի ունեինք, որը որ աշխատում էր երիտասարդ աղջիկ էր 20-22 տարեկան, նոր էր ընդունվել աշխատանքի, բուժքույրը ասեց, կուզես նա գա քեզ մոտ, ասեցի իհարկե կուզեմ, խնդրում եմ ինչ որ մեկը, որ լինի ինձ մոտ։ Եվ ես հիմա որ հետ եմ նայում, ես հասկանում եմ, որ ակամայից նա դարձել է իմ հոգու դուլան, որովհետև երբ նա եկավ, նախ այդ 2 ժամը շատ արագ ու թեթև անցավ ինձ համար։ Ինքը սկսեց, ինքն էլ դեռ տեղյակ չէր, հղիներից մեկն էր սովորեցրել, որ յոգայի է հաճախել, շնչառական տեխնիկաներ էր սովորեցրել, նա փորձեց ինձ վրա կիրառել եւ շատ լավ ստացվեց, ես սկսեցի իր ասած ուղղորդասեվով շնչել, նա էլ ինձ հետ միասին էր շնչում եւ շատ կարեւոր էր նրա ներկայությունը, մի ձեռքի հպումը, թեկուս ճակատը շոյելը, գլուխը շոյելը կամ ձեռքդ բռնած քայլելը կամ անդադ հարցնելը ոնց է զգում, ինչ է զգում, այնքան ջերմություն է տալիս, դրանից հետո մենք շատ մտերմացանք ու ես այդ ժամանակ քանի որ տղա էի ունենալու, ասացի Աստված օրհնի քեզ ու արուզավակ պարգևի, հիմա այս վերջերս խոսում ենք, ասում եմ այդ մասնագիտություն եմ ընտրել ինձ ասում է օրնեցիր, բայց երկուսն էլ տղա եղավ, գոնե ինչ որ չափով ասեիր նաև աղջիկ, մի խոսքով ծիծաղով ենք հիշում, բայց այո, շատ կարևոր էր նրա ներկայությունը, դա ինձ համար աննկարագրելի ջերմություն, այո։ Երևի դա էլ կարող է պատճառներից մեկը լինել, որ ընտրել եք այս մասնագիտությունը։ Շատ ես կներեք, եթե ընդհատում եմ, ուղղակի փորձի առումով եմ ուզում ասել, ես նախ երբ կրում ես քո մեջ պտուղը եւ երիտասարդ ես լինում, չես պատկերացնում, որ դու կրում ես նաեւ ոչ միայն կյանք, այլև պատասխանատվություն ես կրում քո մեջ։ Եվ երբ որ ես ունեցա 3-րդ հղիությունը, 3 ամսական հղի է, ես ինձ սարսափելի վատ էի զգում, բայց չէի հասկանում ինչ էր կատարվում։ Ես այդ ժամանակ աշխատում էի համակարգչի առջև օրը 8 ժամ եւ օրվա կեսը ես քնած էի անցկացնում համակարգչի առջև, ես ի վիճակի չէի անդադ գլխացավեր, գլխապտույտ, թուլություն եւ նույնիսկ երբ որ գալիս է երեխաներից պետք է մանկապարտեզից վերցնեի, խնդրում էի, ասում էի 1 ժամ ավել պահեք, որովհետեւ ես պատրաստ չեմ։ Սա վերջին հղիության մասին է։ Չէ, եւս 2 անհաջող հղիություն եմ ունեցել, հիմա ուզում եմ 3-րդի մասին ներկայացնել եւ հերթական այցելության ժամանակ, երբ ես գնացի բժշկի, պարզվեց, որ երեխայի սիրտը կանգ է առել եւ ես գրեթե 2 շաբաթ իմ մեջ կրել եմ մահացած պտուղ։ Ես ուզում եմ ասել, որ երբ ձեզ վատ եք զգում, իհարկե դա նշան չի որևիցե վատ բանի, բայց լավ կլինի, որ մի ամաչեք էլի, ես ամաչում էի զանգեի, չանհանգստացնեմ, կարծում էի, թե դե հղիության սկիզբ է եւ այլն, բայց այդ ազդակները, որ ես անդադ ուզում էի քնել եւ գլխացավ եւ գլխապտույտ, այդ ամենը ինձ հուշում էր, որ ես պետք է անհապաղ դիմեի բժշկին։ Մի խոսքով, դա այդպես ուզում եմ ասեմ,
ուշադիր եղեք, հետևողական եղեք ձեր ինքնազգացողությանը, մի թողեք, որ կրիտիկական այո, պահերի հասնի, այո։ Ես կիսում եմ դա եւ ընդհանրապես հետևողականությունը մենք շատ այսպես բաներ կան, չէ, միֆերը չասեմ, բայց ծննդաբերության հետ կապված ինչ որ մի բան, որ կնոջ հետ սխալ է լինում, ամեն ինչ կապում են հենց մենակ հղիա դրա համար, հղիա այս գլխացավի բան, բայց իրականում կիսում եմ այն կարծիքը, որ դա կարող է իրոք ոչ միշտ լուրջ պատճառ լինել։ Այո։ Եվ ուզում եմ խոսալ նաև մի փոքր էլ պատմեմ ու ընդգծելով դուլայի դերի մասին, ուզում եմ ասել, որ ունեցել եմ նաև 4-րդ հղիություն, որը որ 5 ամսեկանում պարզվեց, որ երեխայի ողնաշարը թերի է եւ ես ստիպված էի հանել այդ երեխային եւ տեղի էր ունենալու բնական ծննդաբերություն առանց ցավազրկման։ Պտուղը մեծ էր, այո։ Եվ այդ ժամանակ շատ կարևոր է, որ աջակցող մեկը լինի, քանի որ արդեն այդ ժամանակ իմ ծնողները գտնվում էին Միացյալ Նահանգներում, այդ պարտականությունը ստանձնեց հորաքույրս եւ շատ ցավում եմ նրա համար, որ այդ անհանգստությունը պատճառել եմ նրան, որովհետեւ նա ինձանից էր թաքցնում հուզմունքը, ես նրանից էի թաքցնում եւ ոչ պակաս կարևոր էր մեկը լիներ իրան աջակցություն ցուցաբերել, որովհետեւ մեկս մյուսից փորձում էինք թաքցնել ու ուզում եմ ասեմ դուլան ոչ միայն ծննդաբերության ընթացքի եւ հետծննդյան համար է, այլ նաեւ լինում են այսպիսի դեպքեր, որ ինչքան լավ կլիներ, որ իմ կողքը լիներ դուլա եւ գոտեպնդեր ինձ, թեկուզ իր մի փոքր սառնասրտությամբ, որ ես ավելի համարձակ անցնեի այդ փորձառությունը։ Մի խոսքով ուզում ասեմ, որ դուլան նաեւ այդպիսի աջակցությունների համար է լինում։ Այո, ցավալի է, որ նման դեպքեր է լինում, բայց գրեթե կանանց 80%-ը ունենում են նմանատիպ դեպքեր, բիժման դեպքեր եւ իրականում համակարծիք եմ, որ շատ կարեւոր է, որ կողքիդ լինի մեկը, ով տեղեկատվական ամեն հուզական աջակցություն ցույց կտա։ Շնորհակալ եմ Յաննա ջան, երևի թե անցնենք մյուս հարցին, խոսենք նաև դուլայով, քանի որ ինքը նոր մասնագիտություն է, շատերի հետաքրքրի, նաև մի փոքր ներկայացրու իր պատմական ընթացքը, ինչ տեղեկություն կա դուլայի մասին։ Սիրով, ես արդեն ասեցի, որ դուլա բառը իրենց ներկայացնում է հունարեն թարգմանությամբ օգնող, ծառայող կին։ Հին ժամանակներում, երբ որ ծննդաբերությունները մինչև 20-րդ դարը տեղի ունեցել տան պայմաններում եւ այդ դերը ստանձնել է համայնքի ավելի փորձառու, համարձակ եւ իմաստուն կանայք են եղել, ովքեր ցուցաբերել են իրենց աջակցությունը հուզական, ֆիզիկական, նույնիսկ մենք տատմեր էինք ասում, հա, մեր ենթագիտակցորեն ունեցել ենք նաեւ իհարկե Հայաստանում մեր դուլաները, մի խոսքով համայնքի մեծերը, իմաստուն, փորձառու եւ համարձակ կանայք են եղել եւ 1900-ականներում Ամերիկայում ծննդաբերությունները անցել են միայն 5%-ն է անցել բժշկական հաստատություններում, իսկ արդեն 1960-ականներից սկսված դա այդ թիվը արդեն աճել էր 95% էր դարձել եւ 1920 թվականից սկսվեցին կիրառվել ցավազրկման մեթոդներ, հետագայում առաջացան կեսարյան հատումները, էպիդուրալները եւ այլ արհեստական խթանումներ եւ այն ժամանակ ինչ աջակցություն որ ցուցաբերել են այդ իմաստուն կանայք, այժմ հիմա կիրառում են մեր ժամանակակից դուլաները, շատ ճիշտ տեխնիկաներ են կիրառել, որը որ արդիական է նաեւ մեր ժամանակներում։ Այսպես եւ 2000-ականներից սկսված ավելի ու ավելի օրորի աճում է դուլաների դերը, բնականաբար Ամերիկայում, բայց ես ասեմ, որ առաջին անգամ դուլա բառը ես լսել եմ կզարմանաք Հայաստանում 2022 թվականին, պատահաբար Facebook-ով իմ աչքի զարնվեց, որ մի երգչուհի, որը որ որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել, դուլա ընտրել է եւ այդ բացատրությունը նրանից եմ առաջի անգամ լսել, թե որ նման մասնագիտություն գոյություն ունի։ Եթե մեզ դիտողներ կան, ես կարող եմ ուղղորդել, արդեն սկսվել են Հայաստանում դուլաների մասնագետները, հետաքրքրություն կա, այո, աշխատում են, եթե ցանկացողներ կլինեն, ես կարող եմ ուղղորդել
շատ լավ գոլեգաներ ունեմ Հայաստանում։ Okay, եթե Հայաստանից մեզ դիտում են եւ հղիներ կան, ովքեր որ կցանկանան դիմել դուլա մասնագետի ծառայություններին, ապա դիմեք Լիաննային եւ Լիաննան կկարողանա ձեր միացնող օղակը լինել։ Սիրով։ Շնորհակալություն այդ մասով էլ։ Լիաննա ջան, իսկ եկեք մի քիչ խոսենք հետծննդաբերական դեպրեսիայի մասին։ Ես ինքս դրա միջով անցել եմ ու վստահ գիտեմ, որ շատերը անցնում են եւ շատերը թաքցնում են, չունեն այն աջակցող անձանց, հակառակը ունեն քննադատողներ, մենք էլ ենք հղի եղել, մենք էլ ենք երեխա ունեցել եւ այլը։ Ծանոթ եմ։ Եկեք այդ թեմայի մասին մի փոքր խոսենք եւ նշեցիք, որ նաեւ դա եք ուսումնասիրելու հետծննդաբերական դուլան։ Ես ասեմ, որ դրա միջով ես էլ եմ անցել առաջնեկի ժամանակ եւ դա շատ ահավոր է եւ դու ճիշտ ես, ես համաձայն եմ, որ մենք թաքցնում ենք շատ անգամ, ես ինքս էլ թաքցրել եմ, որովհետեւ ես ուրախ չէի բալիկի ծնունդով, ես չէի հասկանում ինչու են կողքս բոլորը ժպտում, ուրախանում, ծիծաղում, այնքան անգամ հեռուստացույցի ձայներ ինձ վրա ազդում, ես երաժշտություն չէի կարողանում լսել եւ չէի հասկանում, թե ինչի չի ուրախացնում իմ բալիկի ծնունդը։ Ես չգիտեի այն ժամանակ, որ գոյություն ունի հետծննդաբերական ստրես։ Եվ հենց այդպես էլ արտահայտվում է, փառք Աստծո ինձ մոտ չխորացավ, բայց հենց այդպես էլ արտահայտվում է հետծննդաբերական ստրեսը, քնի, ախորժակի խանգարում, անկանխատեսելի լացի ցանկություն, որ անդադ լաց են լինում անհասկանալի պատճառներով, մեկուսացման ցանկություն, շատ անգամ նաև ինքնավնասման մտքեր են գալիս, մի խոսքով եւ դուլայի դերը այստեղ կարեւոր է հետծննդաբերական դուլան, իհարկե իր մեջ ընդգրկում է հոգեբանական, հուզական եւ ֆիզիկական աջակցություն, նա կարող է հայտնաբերել այս ամենը, կանխարգել որոշ չափով, բայց երբ որ արդեն հարցը լրջանում է եւ ավելի խորացված վիճակ է լինում, դուլան չի կարող բուժում նշանակել, նա կարող է ուղղորդել կամ տեղեկացնել մասնագետի մոտ կամ տեղեկացնել հարազատներին, որ նման վիճակ կա եւ այո, սրացում կա։ Շատ լավ։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ կինը ուժեղ է եւ այնքան մեծ բեռ է վերցնում իր վրա, միայն հենց այդ ծննդաբերությունը, հղիությունը, իրականում երբ որ հետ ես նայում, չես հավատում, որ դու դրա միջով անցել ես եւ դրան գումարած նաեւ գալիս է հետծննդաբերական այդ հորմոնալ փոփոխությունները, որոնք որ իսկապես շատ կանանց նաեւ հասցնում են հոգեբուժարանների։ Ես շատ ծանոթներ այդպես լսել եմ կողքից, որ պատճառը դա է եղել։ Դրա համար նորից շեշտադրենք, որ դայի եւ նման մասնագետի կարիքը անհրաժեշտություն է ինձ թվում է, որ մարդիկ դիմեն եւ փորձեն ճիշտ ու ավելի գրագետ ձևով թե հղիության ընթացքը անցկացնեն, թե հետծննդաբերական ընթացքը ավելի առողջ ձևով իրականացնել, որովհետեւ մեր երեխաները ուզում են մեզ առողջ տեսնել եւ մենք ուրախ մայրիկ ունենալ։ Շատ շնորհակալ եմ Լիաննա ջան, եթե ունենք լրացումներ, եթե ունենք որևէ խոսք կամ հղում, սիրով կարող ենք Ես մի փոքր նաև կխոսեմ, այո, որպես լրացում, դուլայի ընդհանուր օգուտների մասին եմ ուզում խոսել, որ դուլայի աջակցությունները, հետազոտությունները ցույց են տվել, որ դուլայի աջակցությամբ անցած հղիությունները, ծննդաբերությունները նախ մոտ 40 րոպե հնարավոր է որ կրճատվի ծննդաբերական ընթացքը, այսինքն այդ վարժությունների արդյունքում, այո, նաև կրճատվում է, ավելի սահուն ընթացք է լինում եւ կնոջ հոգեկան վիճակը ավելի կայուն է լինում, այո, նվազում են հետծննդաբերական ստրեսները դուլայի աջակցության ժամանակ եւ ուզում եմ նշել նաեւ նորածնի ազդեցությունը, որ դուլայի աջակցությամբ տեղի ծնված երեխաները կենսաբանական վիճակը ավելի կայուն է լինում եւ նշանակալիորեն բարձրանում է նաեւ հաջող կրծքով կերակրման ցուցանիշը։ Հիանալի է։ Այո։
Որովհետև ես վստահ եմ այդ ներարգանդային շրջանում կնոջ առողջությունը, հոգեվիճակը բնականաբար անցնում է պտղին եւ ինչքան հանգիստ ու ինչքան խաղաղ է ներարգանդային փուլը անցնում, այնքան նաեւ հենց հղիության հավարտն է ավելի արդյունավետ եւ հետ ծննդաբերական նույնիսկ դեպրեսիայի վրա էլ կարող է։ Այո, շատ կանայք նշում են, որ դուլայի աջակցությունից հետո նախ դրական հիշողություններ են մնում ծննդաբերությունից հետո, ինչը շատ կարևոր է, որտեղ մասնագետները հետազոտել են, որ ծննդաբերության հիշողությունները ամենավառն են։ Նույնիսկ 20 տարի անց, երբ որ կնոջը ասում ես պատմի քո ծննդաբերության ընթացքի մասին, նա նույն մանրամասնությամբ, նույն դետալներով պատմում է, թե կարծես թե նրան հարցնես 3 օր առաջ տեղի ունեցած ծննդաբերության մասին։ Նույնությամբ նա պատմում է, ոչ մի շեղում չի տալիս եւ շատ կարեւոր է, որ այդ հիշողությունները դրական լինեն, հատկապես առաջնածին մայրերի համար, որ նրանց մայրության առաջին քայլերը եւ հետագա հղիությունները վախ չառաջացնեն նրանց մոտ։ Համարձակ լինեն ավելի։ Վախերի մասին էլ էի ուզում խոսել, որ երբ որ առաջին կամ վատ հղիությունը վատ ելքով է լինում, դա պատճառ է լինում, որ երկրորդ հղիությունը չուզենաս կամ քեզ հետ պահի, որովհետեւ մտածում ես, որ այդպես նույն ոնց որ փորձը կունենաս։ Այո, վախերն էլ է շատ այսպես ակնհայտ հղիության ընթացքում եւ կարծում եմ դուլայի դերը բավականին կարեւոր կլինի, նշանակալից կլինի։ Շնորհակալություն Լիանա ջան։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ հրավերի համար եւ հաճելի զրույցի համար։ Շնորհակալություն եւ անպայման հետեւեք մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ կլինեք միշտ տեղեկացված, թե ինչպիսի հաղորդումներ ենք մենք հետագայում պլանավորում։ Շնորհակալ ենք։